եթե մարդը էվոլյուցիայի արդյունք է, ինչու է նա մշտապես ձգտում հավերժության, չի պատկերացնում իր մահը և գոյություն չունենալը։ Այս հարցը աստվածաբանության, փիլիսոփայության և հոգեբանության ամենավիճարկելի հարցերից մեկն է։ Նշենք այն, որ էվոլյուցիոն տեսությունը ինքնին չի հերքում գոյաբանական հարցերը, այն առանձին պարզապես տեսություն է, որը բացատրում է կենդանի օրգանիզմների զարգացումը, թե ինչպես է տեղի ունեցել։ Ինչու է մարդը ձգտում հավերժության, եթե նա, այսպես ասած, կենդանի էակ է, ով մի օր պետք է գոյություն չունենա, հա, օբյեկտիվորեն, որովհետև առաջինը սա կարա բացատրի մեզ էվոլյուցիոն հոգեբանությունը։ Էվոլյուցիոն հոգեբանությունը ասում է. մեր ուղեղը դարերի ընթացքում սովորել է ձգտել ինքնապահպանման, այսինքն մի վիճակի, որ ձգտի անընդհատ ապագային, մահից խուսափի և պլանավորի իր ապագա կյանքը։ Սա էվոլյուցիոն հոգեբանությունն է, այսպես ասում, սակայն շատ փիլիսոփաներ, այդ թվում Պասկալը նաև, հա, ասում են, որ սա չի կարող լինել ողջ բացատրությունը։ Օրինակ Պասկալն ասում էր, որ եթե մարդու մեջ կա մշտապես որևիցե դատարկություն, որը ոչինչ չի կարող լցնել, ուրեմն Աստված պետք է լցնի այդ դատարկությունը։ Նաև Լյուիսը ասում էր, որ եթե մարդու մեջ կա ցանկություն, որը չի կարող ոչ ոք բավարարել, ապա մարդը ձգտում է այլ իրականության, այսինքն իրականությունը այստեղ չի։ Դրա մասին նաև Պլատոնն էր ասում, որ իրականությունը գտնվում է ավելի բարձր մակարդակում։ Եվ ի՞նչն է այստեղ բանը, որ մարդկանց մեջ հակասական բևեռային կարծիքներ կան, որ էվոլյուցիոն տեսությունը լրիվ հերքում է Աստծո հետ կապված գոյաբանական այդ հարցերի փաստարկները, բայց հիմա կան այնպիսի էվոլյուցիոն տեսության կողմնակից քրիստոնյաներ նույնիսկ, ովքեր ասում են, որ էվոլյուցիոն տեսությունը պարզապես կենդանի օրգանիզմների զարգացումն է, բայց այն հարցերը, որոնք կապված են մարդու բարոյական արժեքների, բարոյականության, Աստծո հետ կապի, գոյաբանական հարցերի հավերժության հետ, դրանք կապ չունեն էվոլյուցիայի հետ։ Այսինքն ամեն դեպքում ընդունում են, որ մարդու կենդանի օրգանիզմները այսպես զարգացել են, էվոլյուցիա է տեղի ունեցել, բայց այդ խորքային հարցերը քրիստոնյաները, քրիստոնյա էվոլյուցիայի տեսանկյունից մարդիկ չեն հերքում։ Վերջ